Բարև ձեզ, հուսով եմ լավ եք։ Ինչպես վերնագրից արդեն հասկացաք, ուզում եմ անդրադառնալ մի քանի դրվագների, որոնք վերջին օրերին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Նախ, որքանով որ բոլորդ արդեն քաջատեղյակ եք, եւ Նարեկ Կարապետյանի դեպքում, եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում որևէ որոշում քննչական մարմինների կողմից կամ այլ պատկան մարմինների կողմից չի եղել, որը կարող է խոչընդոտել նրանց ազատ տեղաշարժը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքից, պետական սահմաններից դուրս գալը, վերադառնալը եւ այլն եւ այլն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նաեւ սահմանապահ ծառայության տեսաձայնագրությունը հայտնվում է իշխանական լրատվամիջոցների մոտ։ Ու այստեղ հարցը առաջանում ազգային անվտանգության ծառայություն, թե պարզապես կարելի է անվանափոխել եւ անվանել Նիկոլ Փաշինյանի ծառայություն, որովհետեւ չկա նման բան, որ սահմանապահ ծառայության տեսախցիկները օգտագործվեն քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու համար։ Ու այստեղ հարգելի ժողովուրդ ընդհանրապես կապ չունի, ձեր անուն ազգանունը Նարեկ Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, թե Պողոս Պողոսյանը, որովհետև սա հերթական անգամ ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում անօրինական քայլերի հաջորդականությունը։ Ու այս ամենը շարունակվելու է։ Իրենք ոչ առաջինն են, ոչ վերջինն են։ Դա նաև կպականներին եմ հիմա դիմում, օրերից մի օր կարող է վերաբերվել նաև ձեզ, եթե դուք հանկարծ փորձեք շշկրվել ու Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ բան ասել։ Մինիմում հետախուզում, գործ կկարեն ձեր վրա, հարկային տերորի կենթարկեն ձեր ընտանիքի անդամներին, երկրից թույլ չեն տա բացակայեք, ազատ տեղաշարժը կսահմանափակեն ձեր, ու այսպես շարունակ, մի խոսքով պրոբլեմներ կստեղծեն ձեր համար, ու հանկարծ չմտածեք, որ որևէ մեկը պլստալու է, որովհետև մի հայտնի խոսք կա, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ ձեր սիրելի Նիկոլ Փաշինյանը կարծում եմ շատրիդ համար ակնհայտ է, քանիսին է փուռը տվել ու քանիսին է դեռ տալու, ու քանիսի նկատմամբ իր կողքինների մասին է խոսքը, քանիսի նկատմամբ ունի սեռական բնույթի տեսաձայնագրություններ կամ որևէ հանցագործության բացահայտում, որոնց միջոցով նրան շանտաժի է ենթարկում։ Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության համար պարզվեց, որ կծուպղպեղը թարս է բուստում։ Ուրեմն այս Հայաստանի շատ խելացի կառավարիչը, դե քանի որ բոլորս էլ գիտենք, դուրս է եկել Ռուսաստանի դեմ ու դեմարշ է սկսել, բայց ամեն անգամ ինչ-որ հիմար պատճառաբանություններով ցանկանում է թոս փչել Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության աչքերին, բայց այստեղ էլ պետք է ոմն Նիկոլ Փաշինյանին ասել հետևյալը. Մոսկվա слезам не верит։ Այս ականջի տողարա։ Մի խոսքով, այս շատ խելացին իր խողովակների միջոցով այս օրերին հայտարարում էր, դե Ռուսաստանի շուկան փակվել է, ուրիշ շուկաներ կան, ուրիշ տեղ կարտահանենք եւ այլն եւ այլն։ Ծաղիկները, որ պետքա Հոլանդիա արտահանեին, դե Զովքում ու Սիթիներում է վաճառվում, իսկ պղպեղը, որը որ պետք է գնար Ուկրաինա, ինչպես գիտեք, մեր դաշնակիցը, Հայաստանի դաշնակիցը այս պահին պատերազմում է Ուկրաինայի նեոնացիստական ղեկավարության դեմ, ռեժիմի դեմ,
ուղարկում են այս պղպեղը Ուկրաինա։ Ուկրաինացիք էլ ինչ են անում։ Հետ են ուղարկում։ Ասում են պրոբլեմ կա ձեր պղպեղի մեջ, եսիմ ինչ են գտել։ Եսիմ ինչ միջատ կա այդ պղպեղների մեջ։ Ու հետ են ուղարկել։ Ու այստեղ սիրելի ժողովուրդ, ովքեր որ զբաղվում են պղպեղի արտադրությամբ, ուժելու եք դուք։ Նիկոլը չի ուժելու։ Նիկոլը հենա իր կնոջը ուղարկում է ԱՄՆ, որպեսզի վերջինս մասնակցի ինչ որ ֆորումի առաջին տիկնանց մակարդակով։ Ու այստեղ էլ հա պետք է հաշվի առնեք, որ ձեր մուծած հարկերով Նիկոլ Փաշինյանի կինը, ներողություն, կինը չէ, ընկերուհին, որովհետև դե կինը չի էլի ամեն դեպքում փաստացի, որպես առաջին տիկին պետք է մեկնի ԱՄՆ։ Իսկ ամենածիծաղելին է, որ այս էակը ընդհանրապես առաջին տիկնոջ հետ կապ չունի, որպես այդպիսին առաջին տիկին համարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողի կինը, պարոնը Վահագեր ազգանունը չեմ հիշում, խայտարակությունը, չէ, որ Հայաստանի նախագահի աթոռին վերենկացի ազգանունն էլ նույնիսկ չգիտես, այդ տիպի նիկչոննի մարդը։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ձեզ լավ նայեք, այս ամեն ինչը մեկը մյուսի հետ շատ խիստ կապված է, ու առաջիկայում սպասվում են շատ տխուր ժամանակներ Հայաստանում բնակվողների համար։ Իհարկե հույս ամեն մեկն ունի, որ որևէ բան մինչև այդ հնարավոր կլինի փոխել, բայց մի քիչ աբսուրդային կլինի դա։ Ավելի լավ է հիմիկվանից պատրաստվեք ձմեռվան, գնումներ կատարեք, որովհետև Հայաստանում սպասվում են թանկացումներ, ինչպես գիտեք, ձեր Նիկոլի օգնականն էլ, թե ֆինանսների նախարարն էր, չեմ հիշում, մի խոսքով ով էր, ասում է դե եթե բենզինը թանկ է, կոնյակ ու օղի բենզինի փոխարեն օգտագործեք։ Տանը անդամներին է պետք օգտագործել, մեկ էլ շեֆիդ։ Տրամաբանություն, խաղաղություն և ներդաշնակություն ձեզ, հայ ժողովուրդ, ոչ թե հայախոս սրիկաներ։